Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը 12-րդ գլուխ Կորձել թե արձագանքել Երկչոդությունը գրնակալ հանգամանքներու, մտքերու կամ մարդոց միջոցով Շատ մարդիկ գբայքարին այն երկչոդության թեմ, որ գուկա ուրիշ մարդոց միջոցով Մարդու վախն այս տեսակի ճնշումի ճշգրիտ նկարագրությունն է Մարդու նկատմամբ վախը գստիպե, որ մենք խուսափենք մարդե մերժված, վիրավորված եւ հանդիմանված ըլլալեն, հաշվի չառնելով, որ ադորմով իսկ կմերժենք Աստուծո։ Եթե անձնավորություն մը գվախնա մարդեն, ան ադորմով գվիրավորե, գանարքե այն մեկուն, որուն չի գրնար տեսնել, որբեսի չվիրավորե անոր, որուն գրնա տեսնել։ Հիսուսը գհորդորե մեզի Բայց կսեմ ցեզի իմ բարեկամներուն մի վախնակ անոնցմե որ մարմինը գսպանեն եւ անոնցմե հետո ավելի բան չունին որ ընեն բայց ցույց դամ ցեզի թե որ մե պետք է վախնակ որ սպաննելեն յետք իշխանություն ունի քեհենի մեջ նետելու այո գսեմ ցեզի անորմե վախցեք Ղուկաս 12:4 եւ 5 Եթե դու գվախնաս մարդոցմե երբ Աստված քեզ գարաչնորթե դժվարության կամ նեղության մեջ Թուն կփորձես պաշտպանել ու պահպանել թուն քեզի Աստուծո կամքը փնտրելու փոխարեն թուն կփորձես ընել քուգդ Սակայն եթե թուն երգյուղ ունիս Աստուծմե գրնաս անցնել որևէ դժվարության մեջ են եւ ադորմով պատվել Աստուծո Այդ բարակային թուն կհասկնաս որ միայն ան գրնա պահպանել քեզ Թուն վստահ կլաս որ Աստված գիտե թե ինչն է լավագույնը հավիտենական արժեքներու համագարքին մեջ Դիրոջ երկյուղին մասին զորավոր խոստում մը գա Արագած գիրքին մեջ Դիրոջ վախի մեջ զորավոր վստահություն գա եւ անոր որդիներուն համար ապավեն պիտի ըլլա Դիրոջ երկյուղը գենաց աղբյուր է մահվան որոքայտներեն խույս տալու համար Արագած 14:26 եւ 27 Մյուս կողմեն Սուրբ Գիրքը բարձ գսե Մարդուն վախը որոքայտին մեջ կնետե Արագած 29:25 Երկչոդությունը որոքայթ է կամ ծուղակ, բայց դիրոջ երկյուղը գբերե վստահություն եւ համարձակություն։ Ասոնք ճիշտ այն միջոցներն են, որոնցմով գազադինք երկչոդության ծուղագեն։ Ջնշումը գբացահայտե։ Ես գուզեմ համեմատել երկու թագավորներու։ Անոնք երկուքն ալ կկառավարեին նույն թագավորությունը, երկուքն ալ կպաշտեին նույն Աստուծո։ Անոնցմե մեկը մերժվեցավ Աստուծմե, իսկ մյուսին Աստված կհարկեր, որպես իր սրդին համեմատ մարդու։ Համեմատելով այս մարդոց կյանքերը, մեզի համար բարձ եւ հասկանալի կդառնա Աստուծո երկյուղին եւ մարդու վախին միջև տարբերությունը։ Եկուր նայենք Սավուղի կյանքին ամենադրամատիկ եւ ամենակիչ ուսումնասիրված դեպքերեն մեկը։ Պատմությունն ասիգա է։ Սավուղն արդեն կթագավորեր 2 տարի, ինչպես շատ բարականերու ալ դեղի գունենա, այս մեղրամիսի ընթացքին չբացահայտվեցավ անոր իրական բնավորությունը։ Որոշ ժամանակ յետք անոր շարժարիտներն իհայտ եկան։ Մինչ Սավուղն իր ամենալավ մարդիկներուն հետ գտնվեր Մակմասի մեջ, պղշտացիները միասին հավաքվեցան անոր թեմ պատերազմելու։ Առաջին թագավորած 13:5-15 Ասիգա ամենազորավոր փանակներ, որուն հանդիպեցավ Սավուղը։ Թշնամին ուներ 30,000 գարկ եւ 6,000 ցիավոր, իսկ զինվորներուն բազմությունը կհամեմատվեր ծովեզերքի ավազին հետ։ Անկասկած ասիգա վիթխարի փանակ մներ։ 30,000 գարքի թեմ գենալը նույնն է, ինչ որ 30,000 հրասայլի զրահամեքենայի թեմ գենալը։ Ադոր հետ մեկտեղ փանակն այնքան մեծ էր, որ կարելի չէր հաշվել։ Իսրայելի փանագին համար ադիգա շատ սարսափեցնող դեսարան էր։ Սավուղի ահապեկված զինվորները բահվեցան թուփերու, փոսերու, քարանցավներու մեջ եւ ժայռերուն յետևը։ Անոնք ընկճված էին։ Ոմանք փախան քալելով, անցան հորթանանը, մտան քաթի եւ խաղաղաթի երգիր։ Մինչդեռ մյուսները, որոնք կշարունակեին հետևիլ Սավուղին, գթողային վախեն։ Ճակատամարտեն առաջ Իսրայելը պետք է ողջագեզ ներ դիրոջ առջև։
Սամուելը դիրոջ կողմեն բադվիրած էր Սավուղին ըսելով, որ որոշված ժամանակին ինքը պիտի ներկայանա դիրոջը ողջագես մատուցելու համար։ Սավուղը Սամուելին որոշած ժամանակին չափ 7 օր սպասեց, բայց Սամուելը քաղաքաղաչ եկավ եւ ժողովուրդը անոր քովեն ծրվեցավ։ Առաջին թագավորաց 13:8։ Ջնշումին դակ Սավուղ նսավ, ողջագեզը եւ խաղաղության զոհը քովս բերեք։ Ան ողջագեզը ռավ եւ հազիվ նոր վերջացուցած էր այն, երբ Սամուելը եկավ։ Սամուելը հարցուց Սավուղին, թե ինչ հրած է։ Ուշադրություն դարձուր Սավուղի պատասխանին։ Դեսա, որ ժողովուրդն իմ քովեն գծրվի եւ թուն քու որոշած օրերուց չեկար եւ փղշտացիները հավաքված են Մակմասի մեջ։ Այն ժամանակ գսի փղշտացիները հիմա իմ վրա գիչնեն քաղաքաղա եւ ես դագավին դիրոջ արջև աղոթք չեմ ըրած եւ ես ինձի ստիպելով ողջագես մատուցեցի։ Առաջին թագավորաց 13, 11 եւ 12։ Սամուելը հանդիմանեց Սավուղին ըսելով, որ անհիմարություն ըրած է չբահելով դիրոջ բադվիրանը։ Այսպիսով, քանի որ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, պատկերացուր քեզ Սավուղին փոխարեն։ Թուն առաջնորդ ես, թուն եւ քու մարդիկ 7 օր է, որ հանդիպած եք մեծ փանագիմը։ Թշնամին թիվով գքերազանցե, եւ օրըստ օրե թշնամին շարքերն ավելի կմեծնան, իսկ քու փանագը կնվազի։ Քու մարդիկ կվախնան թշնամիեն եւ ինքնագամ կլքեն փանագը, եւ քանիներ որ մնացած են ահապեկված են։ Թուն կշարունակես սպասել Աստուծո մարգարեին, իսկ ան ժամանակին չի հայտնվիր ողջագեզնելու համար։ Վիթխարի ջնշում գա քու վրա, ասիգա ցիթանիմը իրավիճակ է։ Քու շուրջ գտնվողները կշտաբեցնեն քեզ, փան մը ըրե թե չէ բոլորս կմեռնինք։ Թուն կսպասես ինչպես դերը պատվիրած է, թե քայլ գնես քեզ փրկելու համար։ Ահա այս էր այն իրավիճակը, որուն հանդիպած էր Սավուղ թագավորը։ Դես առաջին թագավորաց 13, 1-8։ Թշփախտաբար ան ջնշումի դակ կոտրվեցավ, չհնազանդելով ան ինքը զոհաբերություն ըրավ։ Դես Սավուղին արդարացումը։ Փղշտացիները հիմա իմ վրա պիտի իջնեն։ Ես ինձի ստիպելով անգլերենին մեջ ստիպված ողջագես մատուցեցի։ Առաջին թագավորաց 13, 12։ Ան զոհաբերություն ըրավ մարդոց աչքին լավ երևնալու համար, իսկ հետո փորձեց հոգևոր երևնալ Սամուելի աչքին ըսելով. ես ինձի ստիպեցի։ Իրականության մեջ ան ինգավ մարդոց աստեցության տակ եւ հայտնվեցավ երկչոտության ծուղագին մեջ։ Ինչ որ բան մը ըրե։ Շատերը հաճախ կհանդիպին այսպիսի իրավիճակի։ Թուն երբեք մտածած ես այսպես։ Ես գիտեմ, որ Աստված ինձի գսե, որ սպասեմ, բայց ես ստիպված քայլ պիտի ընեմ փոխելու համար այն իրավիճակը, որուն մեջ գամ։ Ես եղած եմ այնպիսի իրավիճակներու մեջ, երբ ընկերներս կամ անոնք, որոնք իմ իշխանության տակ եղած են, խնդրած են ինձ մե համոզելով. Ջոն, դու պետք է ինչ-որ բան մը ընես։ Մինչդեռ իմ սիրտին մեջ ես գիտած եմ, որ Աստված նույնը չսեր, անլուր եղած է։ Ամենածանր բաներեն մեկը, որ պետք է ընես, Աստուծո սպասելն է, հատկապես այն ժամանակ, երբ ան ոչինչ կսե։ Այդպես պետք է ընել նաև այսօր։ Ամերիկայի մեջ մեր հսկայական միջոցներուն եւ թրամին հետ մեկտեղ մենք սովորաբար կրնանք ինչ-որ բան մը ընել նույնիսկ այն բարականերուն, երբ Աստված չի շարժիր։ Մեր ցիրքերով եւ կարողությամբ, բայց առանց Աստուծո մենք կրնանք ինչ-որ բան ստեղծել, ցույց տալով, թե ադիգա Աստուծմե է։ Երբ գուքա որոշումներ կայացնելու բահը, մենք հաճախ չենք կրնար գտնել Աստվածաշունչեն գլուխը կամ խոսք, որ մեզ ուղե ինչ ընել։ Մենք բարդավոր ենք գիտնալ, թե Աստված ինչ կսե մեզի յուրաքանչյուր վարքյան։ Բայց երբ կթվի, թե Աստված չի խոսիր, ան իրականության մեջ կխոսի։ Ան գսե, ճշգրտորեն շարունակե ընել այն ինչ որ քեզի ըսած եմ, որ ընես, ոչինչ փոխված է։ Ասիգա հատկապես ավելի դժվար կդառնա, երբ մենք կգտնվենք երկչոտության աստեցության տակ։ Ես կուզեմ բաժնեկցիլ խոսքովը, որ դերը տվավ ինձի նոր դարվան օրերուն։
Ես արդասահման էի, խորունկ քնացած էի, ուժասպար եղած էի 46 ժամ դեված ճամփորդութենեն եւ օրը 2 անգամ անցուցած ծառայություններեն։ Գիշերվան ժամը 2-ին հանգարց արթնցա խորունկ քունեն։ Ես գիտեի, որ միայն դերը գրնար ինձի արթնցնել այս ձևով, որովհետև ընդամենը 3 ժամ քնանալեն ետք բավականին արյուկ էի։ Դերն ինձի խոսք մտավ, որուն մասին սովորաբար ես չէի խոսեր, որովհետև այն անձնական էր։ Բայց ես կհավատամ, որ դերը թույլ կտա ինձի խոսի լադոր մասին, որբեսի լուսաբանեմ այս գետը։ Ես կհավատամ, որ ցեզ մեծ շատերուն, որոնք նմանատիպ իրավիճակներու մեջ են, այն կզորացնե։ Ահա հատվածը այդ խոսքեն։ Թուն եղած ես անորոշ վիճակի մեջ առանց գետրոնացման եւ ադորմով թուն ստուգված ես։ Ես քեզի թույլ չեմ տված գետրոնանալ, որբեսի ստուգեմ քեզ, թե արդյոք թուն քայլեր գցերնարգես առանց իմ առաջնորդության։ Ինձի շատ հաջեցուցած է այն, որ թուն ոչինչ ցերնարգած ես իմ լրության ընթացքին։ Քանի որ թուն ոչինչ ըրած ես, որովհետև ես չեմ ըսած, եւ քանի որ թուն չես կատարած քու սեփական ծրագիրները, հուսալով որ ադոնք իմս են, հիմա թուն գունենաս մեծ գետրոնացում։ Ես քեզի եւ քու գնոջ պիտի դամ մեծ եւ յուրահատուկ ծրագիրներ, որոնք երկուքի տալ մեծ ուրախություն պիտի բերեն։ Դերը խոսեցավ հետս այն ժամանակ, երբ ես ու գինես մեր կյանքին մեջ լճացում գսկայինք։ Մենք ցանկություններ եւ անձնական կարիքներ ունեինք, որոնք չէին իրականանար։ Մենք երկուքս ալ քանի մտարի գաբրեինք ծայրահեղ ջնշումի տակ։ Մեզի համար անգեղծորեն հոգ տանող մեր ընկերները խորհուրդ կուտային մեզի որոշ քայլեր անել, բայց մենք չէինք զգար, որ ադիգա դիրոջ խոսքն է։ Անոնք սխալ չէին, երբ մեզ այս բաները գսեին։ Անոնք ընդամենը գարցականքեին այն իրավիճակին, որուն մեջ մեզ գտեսնեին։ Աստված կստուգեր մեզ։ Գային փոփոխություններ, որոնք մենք գրնայինք անել, թեթևցնելու համար այն ջնշումը, որուն տակ կգտնվեինք։ Մենք գրնայինք գրվել մեր կասկածներուն թեմ, բայց հետաքրքրական էր, արդյոք մենք չէինք անդեսեր Աստուծո։ Մինչդեռ մեր սրդին խորքը մենք երկուքս ալ գիտեինք, որ Աստված չէր ըսած մեզի որևէ քայլ անել։ Նախքան այդ նոր դարվան առաջին ամսվան ավարտը, մենք տեսանք, որ Աստված մեր բոլոր սպասումներեն վեր բաներ գնե։ Ես չեմ գիտեր, թե երբեք ալ գտեսնեմ այդքան շատ բան, որ եղան այդ մեկ ամսվան ընթացքին։ Գերեվեր, որ Աստված այդ ամսվան մեջ ավելի շատ բան ըրավ, քան անցյալ 5 տարիներուն ընթացքին։ Կարևորն այն է, որ մենք աստեցության տակ չինանք ջնշումներու ժամանակ։ Մենք պարտավոր ենք կործել Տիրոջ խոսքին համաձայն։ Աստուծո սրդին համեմատ մարդ։ Սավուղը վախծած էր, անոր համբավը կյանքն ու տակավորությունը վտանգված էին, ադոր համար ալ անշարժեցավ, երբ Աստված պատվիրած էր սպասել։ Սամուելը հանդիմանեց Սավուղին եւ հրաբարագեց անոր թադավջիրը։ Բայց հիմա քու տակավորությունը հաստատ պիտի չլա։ Դերն իրեն համար իր սրդին համեմատ մարդ մը գուզե, որուն իշխան պիտի նշանակե իր ժողովուրդին վրա, որովհետև թուն չբահեցիր, ինչ որ դերը քեզի պատվիրած էր։ Առաջին թագավորաց 13:14։ Սավուղը միայն մեկ անգամ չէ, որտեղ առիթ տված էր երկչոդությանը։ Անոր կյանքին մեջ շարքը այլ դեպքեր տեղի ունեցած էին, երբ զորավոր ջնշումներու աստեցության տակ անհնազանդ եղած էր Տիրոջը։ Անգամ ան ենթարկված էր մարդոց ցանկությանը, վերցնելով ավարը այն քաղաքեն, որ Աստված ըսած էր ամբողջովին գործանել։ Անչեր ուզեր գործընծնել մարդոց բարեհաճությունը։ Երբ հանդիմանվեցավ Սամուելին կողմեն, Սավուղը խոստովանեցավ. «Մեղ կործեցի, որ Տիրոջ հրամանները եւ քու խոսքերը զանցրի, որովհետև ժողովուրդեն վախցա եւ անոնց խոսքերը լսեցի»։ Առաջին թագավորաց 15:24։ Սավուղին հաջորդ հայտարարությունը ցույց կտա, որ ան ավելի մտահոգված էր իր համբավին, քան իր հնազանդության համար։ Սամուելին ըսած խոսքերը բացահայտեցին անոր սրդին մեջ եղածը։ «Մեղ կործեցի,
գաղաչեմ հիմա ժողովրդին ձերերուն արչև ու Իսրայելին արչև ինձի բադվե։ Առաջին թագավորաց 15:30։ Սավուղը շարունակ կմեղանչեր, որովհետև գվախնար մարդեն։ Որքան շատ գվախնար ան, այնքան թաժան գթարնար։ Ասիգա հաջող կբադահի այն առաջնորդներուն հետ, որոնք իրենց անվստահ գսկան։ Անոնք թաժան գվարվին ժողովրդին հետ, որբեսի ադորմով ցույց տան, որ իրենք կհսկեն իրավիճակը։ Մինչդեռ իրականության մեջ ադորմով կփորձեն ծածկել իրենց սեփական երկչոտությունն ու վախը։ Սամուելը Սավուղին ասավ, որ Աստված թագավորությունը պիտի տա մարդումը, որ պիտի բահե իր բադվիրանները։ Առաջին թագավորաց 13:14։ Այդ մարդը Դավիթն էր։ Ես լսած եմ, թե ինչպես որոշ մարդիկ գսեն, որ իրենք Աստուծո սրտի համեմատ մարդ են, բայց ես կուզեմ լսել Աստուծո, որ գսե այն ինչ որ ասավ Դավիթին. «Դու իմ սրտին համեմատ մարդ ես»։ Ես գիտեմ, որ ասիգա Աստուծո սիրող յուրաքանչյուր հավատացյալի ցանկությունն է։ Ես ուշադրությամբ ուսումնասիրած եմ Դավիթին կյանքը, ցանկալով գիտնալ, թե ինչն էր պատճառը, որ Տերը իրեն Դավիթին հետ հավասար դասած էր։ Ես նկատեցի, որ Դավիթը ուշադիր էր հետևյալի մեջ. ան որևէ բարակայի ոչինչ կներ, մինչև չլսեր Աստուծո։ Շատ հաճախ մեծ ճնշումներու մեջ Դավիթը գտիմեր Աստուծո խորհուրդին։ Առաջին թագավորաց 20:31։ Եկուր նայենք չափազանց թաժան իրավիճակիմը։ Գրնա ավելի վատը լալ։ Սավուղի թագավորելու վերջին դարվան ընթացքին Դավիթն ու իր մարդիկ աբաստան գտած էին փղշտացիներուն երկիրին մեջ։ Հանգամանքներու բերումով Դավիթն ու իր մարդիկ գացին միանալու փղշտացիներուն, երբ անոնց բանակը կհավաքվեր իսրայելցիներուն թեմ։ Այնուամենայնիվ փղշտացի զորապետները փարգացան, երբ տեսան, որ հրյա տղամարդիկ կպատրաստվեին պատերազմելու իրենց հետ։ Ադոր համարալ զորապետներն ալ մերժեցին Դավիթին ու անոր մարդոց եւ թույլ չտվին, որ գրվին իրենց հետ։ Հաջորդ առավոտ Դավիթին զորքը հեռացավ, վերադառնալով իրենց գիներուն եւ երեխաներուն քով, որոնք կգտնվեին Սիգելակ քաղաքը։ Գարջադեվ ճամփորդությունը թեպի Մարդադաշտ ցախողած էր, եւ Դավիթն ու անոր մարդիկ իրենց ոչ մի գսկային։ Անոնք մերժված էին ոչ միայն իրենց սեփական թագավորեն ու երկրեն, այլ նաեւ այն ազգեն, որուն մեջ աբաստան գտած էին։ Դավիթը գրնար իրեն շատ միայնակ զգալ, բայց ասիգա ոչինչ չէր համեմատած այն բանին հետ, ինչին որ ան հանդիպեցավ։ Ուշադիր լսե, թե ինչ տեղի ունեցած էր, երբ ան վերադարձավ իր ընտանիքին քով, եւ պատկերացուր, թե ինչպես ան գսկար իրեն։ Եվ երբ որ Դավիթը եւ իր մարդիկ երրորդ օրը մտան Սիգելակ, ահա ամաղեգացիները հարցակած էին հարավային երկիրի եւ Սիգելագի վրա, եւ Սիգելագը զառնելով անոր գրագով այրած էին։ Եվ հոն եղած գիները քերի արած էին փոքրեն մինչև մեծը, մեկ մարդ չէին մերցուցած, այլ իրենց յետ դանելով քացած էին իրենց ճանապարհը։ Եվ երբ որ Դավիթը եւ իր մարդիկ քաղաք հասան, ահա գրագով այրած էր ան, եւ իրենց գիները, դղակն ու աղջիկները քերի դարված էին։ Եվ Դավիթը եւ իրեն հետ եղող ժողովուրդն իրենց ցայները բարձրացուցին եւ լացին, մինչեւ որ անոնց վրա ուժ չմնաց լալու։ Եվ Դավիթին երկու գիները, Հեզրայելացի Աքինուամն ու Գարմելացի Նափաղի գինը, Ապիկյան ալ քերի դարված էին։ Առաջին թագավորաց 30:1-5։ Գրնաս պատկերացնել այն ցավը, որ գսկար Դավիթը։ Անոր ընտանիքը քերության մեջ էր, հափշտակած էին թանկարժեք ամեն բան, իսկ մնացածն այրած էր։ Ան ոչ միայն անհանգստացած էր իր ընտանիքին, այլև իր մարդոց ընտանիքներուն համար։ Անոնք մնացած էին առանց երկրի, հետոյալ վերադարձան եւ իրենց դուները կդան ծուխի մեջ, իսկ բոլոր սիրելիները չգային, ասիգա տակավին ամենը չէր։ Եվ Դավիթը մեծ դակնավի մեջ էր, որովհետև ժողովուրդը անոր գուզեր քարգոծել, անոր համար, որ բոլոր ժողովուրդեն ամեն մեկուն սիրտը կգսկծար իր դղոց ու աղջիկներուն համար։ Առաջին թագավորաց 36։
Այժմ այն մարդիկ, որոնք կացած էին անոր հետ բادرազմելու, պատրաստ էին քարգոծելու Դավիթին իրենց գիներուն ու երեխաներուն անպաշտպան ցկելու համար։ Ասկե ված չէր գրնարըլալ։ Ասիգա նույնիսկ ավելի դժվար է, քան այն ինչին հանդիպած էր Սավուղը։ Սավուղը կոնե ուներ վախկոտ փանակ եւ ընտանիք, եւ անոր մարդիկ չսպառնացին քարգոծել։ Շատ հավատացյալներ իրենց կյանքին մեջ գունենան այնպիսի բահեր, երբ իրենց բոլորովին միայնակ կսկան։ Ես կգարձեմ, որ Աստված թույլ կուտա, որ ադիգա բադահի։ Աստված չէ ադոր պատճառը, քանի որ ան չէ չարին հեղինակը։ Բայց Աստված չի մճամդեր, որովհետև այդ հուսահատած ժամանակներուն համար ան ունի իր նպատակը։ Դավիթը գրնա հանձնվիլ, եթե սկսեր հետապնդել թշնամիին կամ մեկ այլ ուղի փնտրեր իր մարդոց հանգստացնելու համար, բայց դες թե փոխարենը ինչ հրավ ան։ Բայց Դավիթը զորացավ իր դեր Աստուծմով, եւ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ըսավ. «Եփուդ մոդեցուր ինձի», եւ Աբիաթարը Եփուդը Դավիթին մոդեցուց։ Եվ Դավիթը Տիրոջը հարցուց եւ ըսավ. «Այս քունթին յետևեն հալածեմ, անոնց կհասնիմ»։ Եվ ան ըսավ. «Հալածե, որովհետև անպատճառ պիտի հասնիս եւ բոլորին պիտի ազատես»։ Առաջին Թագավորաց 36:8։ Նույնիսկ վիթխարի ջնշումին տակ Դավիթը քայլ չրավ Տիրոջ խորհուրդը չստանալեն առաջ։ Ան զորացավ, երբ դիմեց Տիրոջը։ Դավիթն ինքն իրեն հիշեցուց Աստուծո հավատարմությունն ու ուխտը։ Ադորմե հետո ան գիտավ, թե ինչ պետք է աներ։ Աստված ըսավ. «Հալածե»։ Դավիթը հետապնդեց թշնամիին, եւ Դավիթն ամաղեկացիներուն ըրած բոլոր բաները ազատեց, եւ Դավիթն իր երկու գիներուն ազատեց, եւ իրենց մեկ բանը բագաշ չէր փոքրեն մինչև մեծը, թե տղա, թե աղջիկ եւ թե ավար, ինչ որ անոնք արած դարած էին, Դավիթն ամենն ալ ետ բերավ։ Առաջին Թագավորաց 30:18-19։ Ինչը որ անհույս կթվեր, վերածվեցավ մեծ հաղթանակի։ Ոչ մեկ բան դժվար է մեր Աստուծուն համար։ Դավիթն ավելի շատ կվախնար Աստուծմե, քան մարդոցմե, եւ միայն ասիգա էր, որ անոր վստահություն տվավ առաջինը թիմելու Աստուծո։ Ասիգա շատ կդարբերեր ջնշումի ժամանակ Սավուղի արձագանքեն։ Դավիթը կործեց, մինչդեռ Սավուղը միայն արձագանքեց իրավիճակի պահանջներուն։ Դավիթը գրծավ կործել եւ ոչ թե արձագանքել իրավիճակի թելատրանքին, որովհետև գիտավ, թե Աստված ինչ կսե։ Երբ մենք գունենանք Քրիստոսի միտքը, կհամարձակենք կործել, այլ ոչ թե արձագանքել։ Սկաստություն։ Նախորդ գլուխներեն մեկուն մեջ մենք հայտնաբերեցինք, որ երկչոդությունը գոդրելու համար համարձակություն պետք է։ Ասիգա բնական համարձակություն չէ, այլ այնպիսի համարձակություն, որ գուքա աստվածային զորության, սիրո եւ առողջ բանականության շնորհիվ։ Ասիգա է մեր բանալի խոսքը։ Այդ պատճառով միտքդ կբերեմ, որ արձարծես Աստուծո այն շնորհքը, որ քու մեջ է, իմ ցերկերը քու վրա տնելով։ Որովհետև Աստված չտվավ մեզի երկչոդության հոգի, այլ զորության եւ սիրո եւ սկաստության։ Երկրորդ Դիմոթեոս 1:6-7։ Տեսնենք, թե ինչպես այս երեք բաները Դավիթին մեջ համարձակություն առաջացուցին, որուն միջոցով ան հակարակեցավ երկչոդությանը։ Առաջին զորություն։ Դավիթը կճանչնար Աստուծո եւ ան գիտեր, որ Աստված ավելի մեծ եւ ավելի զորավոր է, քան իրեն հանդիպած որևէ բան։ Երկրորդ սեր։ Դավիթն Աստուծո ավելի կսիրեր, քան իրեն։ Երրորդ սկաստություն։ Դավիթը քայլ չրավ Տիրոջ խոսքը կամ միտքը չունենալի առաջ։ Կարևորություն չտվավ, թե որքան մեծ էր ջնշումը։ Երբ մեր հոգիները լեցված են Տիրոջ զորությամբ, սիրով եւ խոսքով, մենք չենք դառնար երկչոդության զոհ։ Ոչ թե այս երեք առաքինություններեն մեկը, այլ այս երեքի համագեցությունը պետք է մեզի։ Եթե այդ ամբողջը պետք չլար, Բողոսը կհիշատակեր միայն մեկը։ Աստվածային համարձակության մեջ քալելու համար երեքն ալ անհրաժեշտ են։ Մենք արդեն մանրամասնությամբ ուսումնասիրեցինք զորությունն ու սերը,
Եգուր շարունակենք արջև երթալ եւ հասկանանք Տիրոջ միտքը։